պարոն Աշոտյան, հրատապ ուղիղ եթերում անդրադարձել եք արդեն գնահատականներ եք հնչեցրել եւ նշել, որ սա քաղաքական հետապնդում է։ Այս պահին հարցաքննություններն ավարտվել են եւ կալանավորման միջնորդություններ կան, մինչեւ ուր են հասնելու իշխանությունները։ Ակնհայտ է, որ այն ինչ որ կատարվում է մեր երկրում, որովե աղերս չունի ժողովրդավարությանը, վաղուց է, ամեն անգամ արտանում ենք եւ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմը իր համար նոր թիրախներ է ընտրում։ Այս անգամ տղաներն էին Վազգենն ու Նարեկը։ Երեք գիշեր իրենց հրաժեշտ են տվել իրենց գրասենյակում, վերջի հյուրն էի, եւ կեսկատակ դա էին խոսում, որ վերջապես այսպես ասած հյուրընկալվեցի, որ սա վերջինը չլինի, ու առավոտյան արթնացանք այս ահազանգով, քաղաքական հետապնդում ակնհայտ է։ Բոլոր այն երկերեսանի կեղծ բարեպաշտ մարդիկ, ովքեր կմտածեն, որ հայրենիքի հետ կապված, այսպես ասած, հետապնդում է հարուցված, թող այդ իրենց բարոյական գիտական ճառերը կոլոլեն եւ համապատասխան ուղղությամբ օգտագործեն, մասնավորապես իշխանական ճամբարից անընդմեջ հնչող հայախառը խոսույթի նկատմամբ, առնանդամը վեհապարին ցույց տալու ցանկություն ունեցող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ բազմաթիվ այլ իրական եւ ֆեյք ԿՊ մերձ շրջանակներին, որոնք իրոք հայրենիքը բերել են Հայաստանի քաղաքական առօրյայի մաս են դարձել։ Ակնհայտ է, որ այս միջադեպ այս դեպքը սադրել է կներեք արտահայտության այս համար մարդը, ում որած ինքնասիրությունը եւ չեղած բարի համբավը, այսպես ասած, խոսված են համարվում, ֆանտոմային ցավեր է եղել։ Ակնհայտ է, որ սիրենք այս լրատվական ոճը, չսիրենք, հավանենք, չհավանենք, հյուրընկալվենք թե ոչ, Նարեկը եւ Վազգենը Հայաստանի ընդդիմադիր քաղաքական, քարոզչական լրատվական դաշտի ընդգծված դերակատարներ էին։ Եվ այն փաստը, որ դա տեղի ունենում Սերժ Սարգսյանի ռեզոնանսային մեգա հարցազրույցից հետո, միայն ընդգծում է դրա քաղաքական բաղադրիչը։ Պարոն Աշոտյան, հենց դա է խնդիրը, գիտենք, որ ինչով է այս գործընթացը գնում, Արսեն Սիմոնյանը ներկայացրել իրեն հայհոյելու հիմքով, հիմա բայց այստեղ զուգահեռները ոնց է ստացվում, որ գիտենք նույն Արսեն Սիմոնյանն նշում, որ քաղաքացու հրատկեց, Նիկոլ Փաշինյան կարելի ասել եկեղեցին չուլան, հոգևորականներին գործակալներ, մանկապիցներ, այս դեպքում իրավապահները այդպես արագ չնարցականքում հետևից չեն գնում, բայց ակնհայտ է, չէ՞, որտեղ իրավապահ կոչված համակարգը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է, իրենք խաղի կանոն են փորձում երկրում թելադրել, որի նպատակը իրականում այո վախի մտնոլորտել մանելն է։ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական ոհմակը քաղաքագիտական առումով սադոմազոխիստներ են։ Մեր երկրից դուրս սիրում են մազոխիզմը, երկրի ներսում սադիզմը, որովհետեւ փոխանակ հակառակ անեն, ես հենց միտեղ կհասկանայք, ասա երկրի շահն են առաջ բրդում, դրսում ավելի, այսպես ասած, թասիբով են, ավելի պինդ են, ավելի բարոյական են եւ այլն։ Այնինչ արտերկրի տարբեր հարթակներում նսեմացվելու կոմպլեքսները փորձում են մաքրել երկրի ներսում քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելով։ Այստեղ երկրորդ կարծիք լինել պարզապես չի կարող, նորից կրկնեմ։ Մնացած ամեն ինչը կեղծ է, մնացած ամեն ինչը սատանեություն է, քաղաքական հետապնդումից զատ այս ամենում տեսնել որևէ այլ process նշանակում է լինել Նիկոլի երկրպագու եւ լինել Նիկոլ բառի ամենավատ իմաստով։ Ձեր մատնանշած օրինակներ, իմ նախապես բերված օրինակները հենց դրա մասին են վկայում։ Եվ վերջինը տեխնիկան խեն տարե։ Ինչ հայոյանքա մնացել լույսերի արանքում պետք է արգրավեն, թե կամերայի մեջ հայոյանքների խցանում կա պետք է մաքրեն որպես իրեղենապ։ Խեն տարե տեխնիկան, բարձա չէ որ տեխնիկան տարել են կանխելու համար անտիֆեյքի գործունեությունը ոչ միայն Նարեկի եւ Վազգենի պրոյեկտի, այլ նաեւ մնացած բոլոր պրոյեկտների։ Մասկի շոունում համար է։ Մասկի շոուն Նիկոլ Փաշինյանի համար է։ Նիկոլ Փաշինյանը ասացի դες, դες ինչ-որ անհասկանալի ժանրի սիրահար է տեսանյութերի, չգիտեմ, մի օր որ իր կոմպյուտերը արգրավեն, երբ որ պատեպահը գա եւ վերջապես արդարությունը վերականգնի մեր երկրում, հետաքրքիր կլինի տեսնել, թե այնտեղից ինչ պարունակության նյութեր են դուրս գալու, հա։ Եվ պարոն Աշոտյան, հանգուցալուծումը ինչպես եք տեսնում, որովհետև այս գործընթացը կարծեք այսպես վերջ չունի։ Հանգուցալուծումը մի հատ է։
եթե մենք չենք կարողանում փոխել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը այս փուլում, առնվազն քաղաքական բանտարկյալների Հայաստանում ժողովրդավարական հետընթացի դեմ պայքարը պետք է լինի թիվ 1 օրակարգային հարցը։ Եթե դրսից աջակցությունը կարող է լինել անվերջ, բայց կարող է նաև լինել տատանվող։ Դրսի աջակցությունը կարևոր է քաղաքական գործընթացների համար, բնականաբար, բայց ներսի պարագայում մեր քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, խայտառակ ժողովրդավարության խայտառակ հետընթացը այլևս միջազգային ատյանների գործը չէ, որովհետև իրենց համար ակնհայտ է, որ դա քաղաքական գործիք էր ընդամենը։ Ժողովրդավարությունը քաղաքական գործիք էր արևմտյան եվրոպական կառույցների համար Հայաստանի կամ որևէ այլ երկրի ներսում լոլոներ կարդալու, որտեղ որ դա իրենց պետք չի, ժողովրդավարությունը չզարմանաք, որ Նիկոլ Փաշինյանը ենթադրենք այս Թազասվիտալսկու անունը ինչ էր, Մարագոսին գնա խոսքի ասի, որ պարզել է, որ Նարեկ Սամսոնյանը կամ Վազգեն Սաղաթելյանը Լենինի դամբարանից մի կտոր էին պոկել եւ ռուս հեղափոխության կամ ռուսական կայսրության գաղտնի երկրպագողների սեկտաներից էին քաղաքական մալականներ էին ենթադրենք եւ այլն։ Ակնհայտ է, չէ՞, որ ամեն ինչ քանում է երկրի ներսում դրսում ծախելու է որպես կանխեցի Կրեմլի զավեշտը եւ խնդալու, այտենց պարզապես խնդալու տեստ է մի հատ Կրեմլի ագենտ, նույն Կրեմլի ունի հենց Նիկոլ Փաշինյանը։ Եվ դա բացահայտ քաղաքական եւ քաղաքագիտական աղաղակող, այսպես ասած, երևույթ է, որը բացատրության եւ հետաքննության կարիք ունի։ Այն ինչ որ հիմա անում են այստեղ իրանք տղաները հետաքննության կարիք ունի։ Այն ինչ որ հիմա անում են այստեղ իրանք տղաները ներսում, մյուս տղաները բանտերում աղջիկ կան նստած, դա երկրի վրա խարան պարզապես։ Իրավապաշտպան կառույցները, պարոն Աշոտյան, իրավապաշտպան կառույցները մեր օրոք, այսպես ասած, գործած իրավապաշտպան գործիքներ էին։ Այսինքն գործիքներ էին քաղաքականության վրա ազդելու, որոնք քողարկվել են իրավապաշտպանության դիմակի տակ։ Այսօր միանշանակ աշխարհաքաղաքական շահերի հետապնդման համար գործիքներ։ Ես փառք եմ տալիս ու պատիվ բոլոր այն եզակի իրավապաշտպաններին, որոնք իրավապաշտպան էին եւ մեր իշխանության օրոք եւ հիմա ձեռքիս վրա կարող եմ թվարկել մի քանի հոգի են, ու իդեպ որպես կանոն կանայք։ Պարոն Աշոտյան, այսօր տղա չկա։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանի տղաները հնչեցրել են իրենց պատասխանը եւ որակումներն այն են, որ սա վիրավորանք է, որը ապաքրեականացված է։ Դուք մի քիչ ուշ միացաք, ես հենց այդ դրվագներ շեշտում, չէ, խնդիր չկասեմ։ Ձեր կարծիքով այս դեպքում, եթե իրավական ինչ պետք է անեին իրավապահները, երբ նման փողոք ստանային իսկապես, եթե ճնշումներ, ինչպես նշվում է, որ ճնշումներ են գործադրվում իրավապահների կողմից, եթե գործերին անկապ, ինչ պետք է անեին այս դեպքում, թե փողոք ստանային։ Ես իրավաբան չեմ, բայց կա օրենքի տարական իմացություն եւ քաղաքական ու հասարակական տրամաբանություն այս ամեն ինչում։ Առնվազն պետք է լիներ, այսպես ասած։ Եթե բողոքը ստացել են, պետք է գործ հարուցեին, ծանուցեին, համապատասխան կարգով հրավիրեին արձակնության, սովորական գործընթաց։ Այսինքն դուք շեշտեցիք շատ կարևոր հանգամանք։ Այդ մարդանը չեմ ուզում, այդ մարդուն էլ կներեք այդ մարդ բառը օգտագործել համար։ Այո, սա սադրանք էր։ Եթե առաջ սադրելու համար օգտագործվում էին տարբեր մանր ավելի կալիբրի համակիրներ, հիմա սադրանքի, այսպես ասած, մաղձ հասել այն աստիճանի, որ սադրում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Իրանք արդեն միևնույն, այսպես ասած, բանի մեջ են, ճակատագրով, այսօր ճակատագրով են շահկապած, վաղը վստահ կանդալներով են միասին շահկապած լինելու իշխանափոխությունից հետո։ Այդ մարդը երևի անձնական հավատարմություն ունի տալու, հիմա նորից մնա բարձրաստիճան պաշտոնյա, չգիտեմ, երևի այն խայտառակ գործը, որ իր բարեկամուհուն նստացրել են հետքաթողել իր վրա եւ այլ, չգիտեմ, անշնորհակալ գործ է, իրանով պետք է զբաղվեն կամ հոգեբուժները կամ իրավապահ մարմինները մի գեղեցիկ որ դա
սպին վերլուծության քաղաքականությունից եւ մարդկային բարոյականությունից անդին է գտնվում այդ ներկայացուցանից համար մարդը եւ իր գործունեությունը։ Պարոն Աշոտյան, ներողություն դուք նշում եք, հա, շատ եք մատումներից նման հետացնելություն, որ այս ցիկ իշխանապետությունից հետո իրենք բանտում են հայտնվել կալանավորվելու, բայց մենք մինչ օրս տեսնում ենք, որ իրենց այսպես հերթով որ վտանգ են զգում, ում անձից կամ կառույցից, որ վտանգ են զգում։ Զարմանում, Հայաստանում բռնատիրություն է, զարգանում։ Այո, Հայաստանում բռնատիրություն է, մի զարմացեք։ Բռնատիրությունը ո՞նց է լինում, բարեգործիչ։ Բռնատիրությունը ո՞նց է լինում։ Օզով, կոչով չէ, 21-րդ դարի բռնատիրությունը։ Այսպես ասած, սպին դիկտատորային մանիպուլյացիոն, վարչական ռեսուրսները չարաշահով իրավապահ համակարգը կամակատարի վերածած Էրդողանն է իրակում Հայաստանում է։ Նիկոլի եւ Էրդողանի ձեռագիրը ներքաղաքական ոչինչով չի տարբերվում։ Ոչինչով, տեսեք, դիմադիր քաղաքապետին 2800 տարի բան է ներկայացնում։ Այս նույն շարքից է։ Ինքը նույն շարքից է։ Պարոն Աշոտյան, նայեք, այս օրերին ակտիվ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպում են Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչների հետ։ Աղքներ հանդիպել, արդարադատության ինչ-որ նախարարներ հանդիպել, առաջին հանդիպումը կարծեք հենց Փաշինյանի հետ էր եղել։ Ըստ ձեզ ինչ է քննարկվում այս ընթացքում։ Տարածաշրջանային հարցեր, ներքաղաքական հարցեր, մոտավորապես պատկերացում ունեք ինչով է առաջացել անհրաժեշտությունը։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորների մոտ կա անհանգստություն Նիկոլի ներքաղաքական ճակատագրի հետ կապված։ Ակնհայտ է եւ իրենք շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը ունի հայ հասարակության աջակցությունը եւ հավանությունը, գիտեն, որ վարկանիշը թույլ չի տալիս հավակնելու արդար ազատ թափանցիկ գործընթացներով վերընտրվելու, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր տված խոստումները, որ իրականացրել է իրես հայտարարակ արտաքին քաղաքականության շրջանակներում, կարող է եւ չհասցնելի կատարածել նույն համաժողովրդական ընդվզման, իմպիչմենտի կամ թե ընտրություններին հասնի ընտրությունների ձևով։ Նա իսկ տեղից շարժվելը ո՞նց է լինում, եթե գործընթացից չվախենային Դավիթ Համբարձումյանի նման խայտարակ ձևի չի պետքա կալանավորեին, ինչի համար է, որտեղ Դավիթի քեյսը տարբերվում է մյուս քաղաքապետարների, մասնավորապես ընդդիմադիր համայնքապետերի քեյսից, այսինքն նույն Գյումրու քաղաքապետի դեպքից, եթե այնտեղ նախադատական կալանք է, այստեղ արդեն այսպես ասած դատական վճիռ, որի գոյությունը ինքնին Նիկոլ Փաշինյանի վախերի արտահայտումն է։ Դուք ինչ եք կարծում, եվրոպական դեսպանները ինչով են մտահոգված, ժողովրդավարության հետընթացով, բացարձակ իրանց վեճը չի։ Իրանք իրանց Եվրոպական միությունում խնդրեմ ունեն։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Տիկին Ուրսուլա վան դեր Լեյենը եկել է նախաձեռնությամբ, որով ուզում է իր տակ աշխատող հետախուզական կառույց ստեղծի։ Ավտորիտարիզմի բուրգը անգամ Եվրոպական միությունում են փորձում կառուցել եվրոպական չինովնիկները։ Ես օրինակ եմ բերում, այսինքն երբեք Եվրոպական միությունում այդքան ավտորիտար կառավարում չի եղել, այդքան մեխանիզմների աղավաղում չի եղել փոխզսպումների, այդքան ներքին քաղաքական ճնշումներ չեն եղել հակառակորդների վրա, ոնց որ այսօր է։ Իրանք իրանց մոտ անում են նույնը։ Պարզապես Նիկոլ այստեղ մենք կատարյալ ժողովրդավարություն երբեք չենք եղել, մեր աչքին ավելի շատ է զռում, ինչ որ այստեղ կատարվում է։ Եվ սա տղաներին լռեցնելու փորձ է, եւ տղաներին լռեցնելով ձեզ բոլորիդ վախեցնելու փորձ է։ Պարոն Աշոտյան, քանի որ դուք լավ ծանոթ եք, այսպես բանակցային գործընթացին, Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ թղթեր է հրապարակելու նամակ եւ բանակցային գործընթաց։ Տղաների ուղիղ եթերում մանրամասն խնդրում եմ նոր քրեական գործերի հիմնադրամն այս հրապարակած թղթերը։ Իր հրապարակած թղթերը իր դեմ քրեական գործ են դառնալու միանշանակ։ Պետական դավաճանության հոդվածով իշխանափոխությունից հետո ամբողջ այդ բանակցային փաթեթը Պետոյին 20 թվականի սեպտեմբերի 20 քանիսին տված ու այդպես չհեռարձակած հարցազրույցը դրանք բոլորը քրեական գործի կարևոր իրեղեն ապացույցներ են լինելու։ Կասկած չունեմ դրանով։ Իրենք այո Սերժ Սարգսյանի հարցազրույցից վարված էին, մուրը հանել են այս պարագայում, նաև այդ հարցազրույցը կազմակերպած վարած մի քիչ էլ անբռնազբոսիկ ոճով վարող տղաներից։
Նորից կրկնեմ, այս թեման քֆուրի մասին չի։ Եթե քֆուրի մասին է, ԿՊ-ի կեսը պետք է նստեր, ԿՊ-ի ֆեյք քշողների կեսը պետք է դատվեր արդեն։ Որովհետև քֆուրը իրենք են բերել մշակույթ, իրենք են ազգային ժողովի ամբիոնից ընտրաշավներում կներեք բառիս համար շինելու եւ մնացած տեսակի շատ միանշանակ գործողություններ ենթադրող բաների կողմնակիցները, կարողները, մնացած ամեն ինչը թատրոն է, զավեշտալի թատրոն, ամոթ բոլոր են մարդկանց, ովքեր այս ամեն ինչի մեջ են, եւ ես վստահ եմ, որ ոչ միայն տղաները չեն կոտրվելու, այլ նաեւ անդիմադիր դաշտի ազատ մտածող մարդկանց են հոց բանակը, որ ձևավորվել է մեր երկրում անկախ քաղաքական հայացքներից, նույնպես չի կոտրվելու։ Ինչ կան Նիկոլ Փաշինյանը ճնշում է, փորձում է բաները գայքեքը ձգել, այսպես ասած, այնքան շուտ է այս կաթսան պայթելու։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Ու ցավոք սրտի պայթյունը կարա լինի շատ վտանգավոր, եւ ես ոչ թե պայթյունի, այլ սահմանադրական մեխանիզմների կիրառմամբ Նիկոլ Փաշինյանի հեռացման կողմնակից եմ։ Տվյալ պարագայում այդ մեխանիզմները շատ չեն եւ կարծում եմ այլ առիթով դրանց մասին կխոսենք։ Ազատություն բոլոր քաղբանտակյալներին։